Լեոնարդոյի մասին, մաս 2 Լեոնարդոյի հանճարը սահմաններ չուներ, ահա ևս մի քանի ուշագրավ ուղղություններ, որտեղ նա հեղաշրջում էր արել, անատոմիա և բժշկություն: Լեոնարդոն առաջինն էր, ով մարդու մարմինը դիտարկեց որպես կատարյալ մեխանիզմ: Դիահերձում նա անձամբ հերձել է ավելի քան 30 մարմին, մկանների, ոսկորների և օրգանների կառուցվածքը հասկանալու համար սիրտը նա առաջինն էր նկարագրել սրտի փարկանները, աշխատանքը և արյան շրջանառությունը, սկզբունքները, որոնք պաշտոնապես բացահայտվեցին միայն հարյուրավոր տարիներ անց: Պտուղը արգանդում նա առաջինն էր պատկերել երեխայի դիրքը, մոր արգանդում զարմանալի ճշգրտությամբ: Օպտիկա և լույս Լեոնարդոն հասկանում էր, թե ինչպես է աշխատում մարդու աչքը և ինչպես է լույսը բերվում: Սֆումատո նա հայտնագործեց այն տեխնիկան իտալերենից ծաղկապատ, որտեղ գծերը դառնում են անհետեցող և փափուկ, սա թույլ էր տալիս կերպարներին տալ կենդանություն, ինչպես Մոնա Լիզայի ժպիտը: Կամերա օբսկուր նա նկարագրել է լուսանկարչական ապարատի նախատիպ, որտեղ լույսը փոքրիկ անցքով անցնելիս հակառակ պատին պատկերում է արտաքին աշխարհը: 3. Ճարտարապետություն և քաղաքաշինություն Իդեալական քաղաք Երբ Միլանում ժանտախտ բռնվեց, Լեոնարդոն նախագծեց ապագայի քաղաք երկհարկանի փողոցներով: Վերջին հարկը նախատեսված էր հետիոտների համար, իսկ ստորին կոյուղի և բեռների տեղափոխման, ինչը պետք է կանխեր հիվանդությունների տարածումը: Կամուրջներ նա նախագծել էր ինքնահովվող կամուրջներ, որոնք հավաքվում էին առանց մեխերի կամ պարանների, միայն գեղանների փոխադարձ հենման հաշվին: Սա երկրորդ մասն էր, վերջին մասը կհանդիպենք մյուս շաբաթ: Խնդրում եմ բաժանորդագրվեք, լայք դրեք, որ շուտ հասնենք 100 բաժանորդ: Հաջողություն: